Մարտի 22-ին Կարին ավանդական երգիպարի խումբը նշեց ստեղծման 15-ամյակը։ Արամ Խաչատրյան համերգասրահում, բացի հիմնական կազմից, հավաքվել էր խմբի հովանու ներքո ստեղծված 15 պարախումբ, ներկայացնելու այս տարիների ընթացքում վերագտած, վերականգնած նոր շունչ առած հայկական պարերը։ 15 տարվա հաշվետվություն ենք փորձում տալ, որովհետև 15 տարվա ընթացքում Կարինը ոչ միայն ինքը իր գործունեությունն է ծավալել, եւ ոչ միայն 35-ից ավել մահացած կամ խմբիրի մեջ գտնվող երբևէ բեմ չբարձրացած պարեր ենք վերականգնել, նաև հանրահռչակման, ժողովրդի մեջ տարածման, ժողովրդին վերադարձնելու այդ առաքելությունը եւ արդեն այսօր մոտ 400 երիտասարդ բարձրանալու է բեմ։ Կարինը ստեղծվել է 2001-ին, խմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանն է։ Պարբերաբար մասնակցել է հանրապետական տարբեր փառատոների, մրցույթների, հեռուստանախագծերի։ Սակայն խմբի կատարած գլխավոր գործը կարելի է համարել հավաքչական աշխատանքը, որն իրականացվել է սկզբում Հայաստանում, ապա ընդլայնվել նաև դեպի Սփյուռք։ Առաջին մեծ մենահամերգը Կարին ունեցել է 2003-ին, երբ ներկայացրել է Հավերժի ճամփորդը ծրագիրը։ Դրան հաջորդել են բազմաթիվ նախագծեր, նկարահանվել է «Ուխտագնացություն» երգով երաժշտական ֆիլմը Կարինի երգերի եւ պարերի ներկայացմամբ եւ «Սասնա ծռեր» տեսապատումը։ Բեմականացվել են ազգագրական թատրոնի Անդրանիկ նմուշները, հայոց երգի հայրիկը համերգ ներկայացումը, Վարք հայոց ծրագիրը, որը կառուցված էր Պարույր Սևակի եւ Այր մի Մաշտոց անուն պոեմի եւ Գարեգին Նժդեհի «Որդիների պայքարը հայրերի դեմ» աշխատության հիման վրա։ Թերևս ամենաակներև գործունեությունը, որ ծավալում է Կարին համույթը իր գեղարվեստական ղեկավարի գլխավորությամբ, հայկական պարի տարածումն է։ Արդեն 10 տարուց ավելի Երևանում, իսկ ավելի ուշ նաև մարզերում եւ արդեն նույնիսկ արտերկրում շարունակվում է մեր պարերը եւ մենք պարուսուցման ծրագիրը, որն ամիսը 1 օր բոլոր ցանկացողներին ուսուցանում է հայկական պարարվեստի այբուբենն ու փորձում հայ ավանդական մշակույթը վերադարձնել մեր կենցաղ։ Այսօր երիտասարդները կարող է ուղղակի մետրոյում 2-3 տղա իրար դեմքով տեսնեն, հասկանան, որ իրար կասկադում հանդիպել են եւ ուղղակի մեկը հեռախոսով միացնի եւ սկսեն պարել։ Այդ տղաները, աղջիկները ուղղակի այսպես համախմբված մի կուր մարմին են, որոնք ոչ մրցակցում են, ոչ ուղղակի իրենք զգացել են ազգային մշակույթի ուժը եւ ամեն առիթ բաց չեն թողում, որպեսզի ոչ միայն իրենք վերապրեն այդ հույզը, այդ ուժը, տոկունությունը, այլ նաեւ փոխանցեն մյուսներին, որպեսզի մյուսներն էլ այդ հաճույքը ապրեն։ Երեկոյի ընթացքում ներկայացվեցին Մուսալերան պարային շարքը Կարինի, Սեբաստիայի, Համշենի ջավախքի պարերից։ Այս պարերը բեմի համար չեն։ Չնայած գեղեցիկ բեմադրությանն ու որոշ դեպքերում նույնիսկ բեմական հագուստին, Կարինի ու դրա փոքրիկ արբանյակների պարում անկաշկանդություն ու ազատություն է զգացվում։ Պարի շարժման բնական հաճույք։ Եվ ամենևին էական չէ, ջինսով են երիտասարդները թե ոչ, նույն հասակն ու կառուցվածքն ունեն, թե տարբեր են, ինչպիսին եւ պիտի լինեն։ Մարիա Հովսեփյան, Սարգիս Բուղադարյան, Civilnet.